Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը իրավագետ Արտաշես Խալաթյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Խալաթյան, կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական սահմանահատման կնիքի վրա այլևս չի լինի Արարատ լեռան պատկերը, այս առումով շատ քննարկումներ ծավալվեցին, ընդդիմությունն ասաց, որ դա հավանաբար Թուրքիայի պահանջն է, բայց վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ անձնագրերում սահմանահատման դրոշմից Արարատի պատկերի հեռացումը երբևէ չի քննարկվել Հայաստան-Թուրքիա բանակցություններում։ Ես ճիշտն ասած չէի էլ նկատել սահմանը աշխատանքային եւ հանգստի նպատակներով բազմիցս եմ հատում եւ երբևէ ուշադրություն չեմ էլ դարձրել, որ կնիքի վրա կա Արարատի պատկեր, այսինքն դա ըստ էության իմ կողմից ընկալվել է սովորական վարչարարական գործընթացի բաղկացուցիչ մաս, եզրափակիչ մաս, այսպես ասենք, ստուգում են ինքնությունդ բեռդ եւ այլն, հետո դնում են կնիկ, այսինքն այդտեղ ինչ որ այսպես ազգային հայրենասիրական առանձնահատկություն դրա հետ կապել, ես կարծում եմ ճիշտ չէ եւ ավելին ասեմ, որքան որ ես տեղեկացված եմ, այդ դրոշմակնիկը ներմուծվել է մեր վարչական պրակտիկա 2004 թվականին, եթե չեմ սխալվում, այսինքն այնպես չէ, որ դա մեր, այսպես ասենք, հետ խորհրդային Հայաստանի, անկախ Հայաստանի, ուրեմն բանն է եղել, վարչական պրակտիկայի անբաժան մասն է եղել։ Ընդհանրապես 2004 թվականին քաղաքական թե վարչական որոշման արդյունքում անհայտ նպատակներով դա ներմուծվել է եւ ավելին ասեմ, ես նաեւ չեմ տեսել որևէ իմ գոնե այցելած երկրներում դրոշմակը հատուկ դրանից հետո անձնագիրս նայել եմ, դիտանցել եմ, բազմաթիվ երկրներում եմ եղել եւ որևէ երկրի մուտքի դրոշմակը կնիքը որևէ սիմվոլ կամ այսպես ազգային տվյալ երկրի ինչ որ ազգային առանձնահատկություն պարունակող պատկեր չունի, այսինքն սովորական կնիկ է ընդամենը համապատասխան գրառմամբ առայն թե որ պետություն ես դու մուտք գործում, ասենք ամիս ամսաթիվ եւ այլ։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ավելի շուտ արհեստական աղմուկի հետ եւ ընդհանուր առմամբ այստեղ նաեւ մեկ այլ խնդիր կա զուտ քաղաքական նպատակադրումը, թե ինչու է ժամանակին այդ ուրեմն դրոշմակնիքի վրա հայտնվել է Արարատի պատկերը։ Դե ես կարծում եմ, որ դա մոտավորապես այն համատեքստում կարելի է դիտարկել, թե ինչու ժամանակին խորհրդային միության կողմից արտոնվեց խոսել ցեղասպանության մասին, արտոնվեց մեր ազգային վիշտը, ցեղասպանությունը, հատուցումը, պահանջատիրությունը խորհրդանշող Ցիցեռնակաբրդի հուշահամալիրի կառուցումը, ինչու դա թույլ տրվեց, այսինքն նպատակադրումը թերևս քաղաքական էր եւ նպատակադրումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման համար խոչընդոտ ստեղծել է, թե որտեղից դա կարող էր գալ նման հրանք, դժվար չէ ուրեմն գուշակել, հաշվի առնելով նաեւ թե ում կառավարման շրջաններ դա եւ ինչպիսի վիճակում էին գտնվում հայ-ռուսական հարաբերությունները։ Այսինքն դուք գնացիք Ռոբերտ Քոչարյանի, այսպես ասած լակներ ուղեցիք Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ եւ դա կարծում եք արվել է հենց Մոսկվայի կողմից։ Ես չեմ բացառում այդ տարբերակը, բնականաբար որպես իրավաբան չեմ կարող դրա մասին համոզվածությամբ խոսել, բայց իրոք արտառոց իրավիճակ է, այսինքն ինչ որ մի պահի մեր մուտքի կնիքի վրա հայտնվում է Արարատ սարը, որը Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի համաձայն, որտեղ գլխավոր գործող անձինք են եղել Ռուսաստանը եւ Թուրքիան, եւ որոնց ճնշման եւ պարտադրանքի արդյունքում Հարավային Կովկասի 3 հանրապետություններին պարտադրվեցին այդ պայմանագրի լուծումները եւ այդ թվում Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխգործակցության արդյունքում Հայաստանից անջատվեց եւ Թուրքիային բռնակցվեց Արարատ սարը, նաև Կարսն ու Սարիղամիշը, այսինքն Արևելյան Հայաստանի բաղկացիչ մասերը եւ ահա մեկ էլ որոշում ենք Արարատ սարի սիմվոլը տեղադրել, ասենք, այդ դրոշմակնիքի վրա, իմաստը։ Եվ այստեղ այլ բան քան նման որոշակի հրահանգավորում իմ մտքով չի անցնում։ Համենայն դեպս ինչ որ նպատակ պետք է լիներ, բայց հայ-թուրքական հարաբերությունների ուրեմն
բուն, այսպես էութենական խնդիրները բացահայտել առանց Ռուսաստանի մասին խոսելու ուղղակի անհնար է, հատկապես եթե մենք Արարատ սարի մասին ենք խոսում, եւ հատկապես եթե 2004 թվականն 2004 թվական, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանը պետք է լինենք, ես կարծում եմ, օբյեկտիվ եւ ասենք, որ 2008 թվականից հետո թեկուզ եւ դանդաղ, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը սկսեց բազմազանեցվել, բայց 98-2008 թվականները աչքի են ընկել Ռուսաստանի տոտալ ոչ թե ազդեցությամբ, այլ գերիշխանությամբ բոլոր ոլորտներում։ Եվ եթե մենք խոսում ենք Արարատ սարի այսպես ոդիսականի մասին, ապա եկեք այդ դեպքում հայացքը ուղենք ոչ միայն Թուրքիայի կողմը, այլ հայացք ուղենք նաև փոքրիչ դեպի հյուսիս, որովհետև այդտեղ եղել է սինխրոնացված գործողություն։ Այ եթե մենք խոսենք այդ համատեքստում, ես նաև մի հոդված ունեմ դրա մասին, Մոսկվա եւ Կարսի պայմանագրի իրավական ուրեմն կոնտեքստի մասին, որտեղ ես հստակ բացահայտում եմ նաև այդ պայմանագրի ամբողջ, այսպես ասենք, պերճանքն ու թշվառությունը, որ միջազգային իրավունքի բոլոր նորմերը պարզապես դրվել էին մի կողմ եւ պարտադրանքի ուժի ներքո թելադրվել, ստիպվել էր այդ պայմանագրերը կնքել, այսինքն սկզբից երկու պետությունները իրար մեջ էին կնքել Մոսկվայի պայմանագրով, հետո ընդ որում երրորդ պետության վերաբերյալ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության, հետո Հայաստանի շատ սիրուն բերեցին եւ ստորագրել տվեցին այդ պայմանագրը։ Հիմա այդքանից հետո 2004 թվականին հայտնվում է կնիքի վրա Արարատ սարը, ոչ մեկ դրա մասին չի տեղեկացվում, ուշադրություն էլ չի դարձվում, բայց եւ բնականաբար ունեցել է որոշակի նպատակադրում։ Եվ հիմա երբ որ հանում ենք, մեծ աղմուկ է բարձր։ Իսկ գուցե հենց խնդիրը նա էր, որ առանց մեծ աղմուկի կնիքի վրա հայտնվի այդ պատկերը, հետո այդ պատկերին հենց հանկարծ դրա այսպես սոցիալական անհրաժեշտության մասին խոսք գնա եւ որոշակի հակառակ գործընթացներ ծավալվեն, ասեն վայ բանա հանում եք ուրեմն սա բանա ուղղված է մեր ազգային սիմվոլիկայի դեմ։ Ընդ որում որ ասում են թե դրա վրա թող լինի Արագած սարը, այդպիսի խոսք։ Ես ընդհանրապես կոչ եմ անում մեր բնապատկերները հանգիստ թողնել եւ ասենք դրոշմակնիկներին թողնել իրենց հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը, հա, դա ասենք բան չի, այսպես ինչ որ գեղարվեստական ինչ որ մի երևույթ չէ կամ ասենք բան չի, ցուցահանդես չէ, որ เป զի մենք ասենք այդպես բաներով համեմենք սիմվոլիկայով, ընդամենը մի կնիկ, որ ընդամենը մի ֆունկցիա ունի ֆիքսել սահմանահատման process-ը։ Դուք որպես իրավագետ, պարոն Խալաթյան, ձեզ մի հարց տամ, Արման Բաբաջանյանը գրել էր, որ Բաքվի դատարանում Ղարաբաղի գերեվարված նախկին ղեկավարների միջնորդությունը Հայաստանի վարչապետին եւ արտգործնախարարին հարցաքննելու մասին աններելի հարված է մեր պետականությանը, սա ոչ թե անձնական վրեժխնդրություն է, այլ պետականության արժանապատվության ոտնահարում, իրավական աբսուրդ եւ ազգային դավաճանություն։ Այսպիսի մի հարց է ինձ այսպես մտատանջում այդ տեղեկությունը իմանալուց հետո այդ միջնորդության եթե համապատասխան շրջանակների ոչ մենք բոլորս խոսում ենք այդ դատավարության ֆարս լինելու մասին, խոսում ենք ռազմագերիների վրա ամենատարբեր ճնշումների մասին, որոնք ըստ էության բնականաբար հերքված չեն եւ չեն էլ կարող հերքվել, հարց է առաջանում թե նման միջնորդություն անելով արդյոք հենց դատավարության սուբյեկտները իրենք ջուր չեն լցնում Ադրբեջանի ջրաղացին, չեղարկելով այն պնդումները, որ դա իրականում վենդետա է եւ ոչ թե արդար դատաքննություն, այսինքն ըստ այդ անձանց, ովքեր որ միջնորդություն արել են, ստացվում է, որ իրենք ընդունում են Ադրբեջանի դատարանի լեգիտիմությունը եւ այդ դատի լեգիտիմությունը, հա, ստացվում է, որ սեփական, ընդ որում ես մի կողմ եմ թողնում, գիտեք, մի բան էլ ասեմ, շատերը ասում են, այ ձեզ հեշտ է ասել, դուք այստեղ հանգիստ ստուդիաներում նստած այդ մարդկանց ուրեմն տանջանքները, ապրումները չեք պատկերացնում, ճնշումները չեք պատկերացնում, բայց կներեք, դրա համար էլ իրենք են եղել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ոչ թե մենք, այսինքն եթե դու ստանձնում ես մի պաշտոն, մի առաքելություն, հատկապես Արցախի պարագայում, որը մաքարում է եւ որպես պետություն մաքարում էր, որպես պետություն կայանալու եւ ինքնորոշվելու համար,
դե ուրեմն այդքան բանը պետք է հաշվի առնել, դա այսպես ասենք բան չի, բալետ չէ, ոչ էլ թատրոն է, ոչ էլ ասենք Ավստրիայի ռազմաքաղաքական ղեկավարություն է դառնում։ Այսինքն կներեք, իրենք պարտավոր են այդ անձնային խիզախությունը դրսևորել եւ եթե ընդունում ենք, որ դա ճնշումների արդյունքում է։ Հակառակ պարագայում դա ուղղակի ցույց է տալիս, որ այդ մարդիկ պարզապես ուզում են այս քաղաքական ֆարսին ներխառնել Հայաստանի գործող ղեկավարությանը, իսկ դե դա վերջին արդյունքում ինչ հարված կարող է հասցնել, այո, ես պարոն Բաբաջանյանի հետ համաձայն եմ, որ դա այո հարված է Հայաստանի Հանրապետությանը, որովհետև այն գործընթացը, որ հիմա տարվում է բազմաթիվ խութեր հաղթահարելով, այդ թվում փոխադարձ խոսույթում հայ-ադրբեջանական միմյանց հասցեագրված մեղադրանքները հանելու ուղղությամբ, այսինքն բնականon ավելի քաղաքակիրթ հուն տեղափոխել միջպետական հարաբերությունները եւ հիմա հանկարծ այս միջնորդությունն է մեջտեղ գալիս եւ դա դուք համարում եք խնդիր իրավական։ Ես համարում եմ ամենայն դեպս Հայաստանի հասցված իմիջային հարված եւ ընդ որում այստեղ հետաքրքիր մի նարատիվ է գծվում սկզբից դատավարությանը շինծու դատավարության կողմերին այսինքն ամբաստանյալներին, մեղադրյալներին ամենայն հավանականությամբ ստիպողաբար ասվում է, որպեսզի նրանք հայտարարեն, որ կատարել են Հայաստանի հրահանգները պատերազմի ժամանակ եւ դրա, այսպես ասենք, մանրամասներն են իբրև թե ներկայացնում, հիմա էլ դրա որպես տրամաբանական արդյունք ասում են դե եկեք իրենց ներգրավեք որպես վկա, այսինքն ինչպես են դա իրենք պատկերացնում եւ որն է դրա նպատակադրումը։ Դրա նպատակադրումը ըստ էության է իրավական գործընթացին նոր մեղադրյալներ ավելացնելու գիտակցված կամ չգիտակցված ուրեմն մղումն է կամ հետևանքային ազդեցությունը դա պետք է լինի, այսինքն վկայի արդյունքում վկայի կարգավիճակի իրացման արդյունքում նրանք կարող են դառնալ նաև այդ շինծու դատավարության համատեքստը հաշվի առնելով մեղադրյալ, այսինքն սա ում կարող է ձեռնտու լինել շինծու դատավարության հեղինակին, Ադրբեջանին, ինչ կարող է ստանալ դրա դիմաց այդ միջնորդություն անողները, դե չգիտեմ, կամ դա արվել է ստիպողաբար, դա լավագույն տարբերակն է, այս վատագույն երևույթը քննարկելիս կամ դրա դիմաց իրենց խոստացվել են որոշակի, այսպես ասենք, բոնուսներ, օրինակ, չգիտեմ, մեղմ դատավճիռ կամ չգիտեմ, այսինքն այստեղ մենք կարող ենք նաև նման գործարքի մասին խոսել։ Այսինքն կներեք, նրանց ոչ հարազատները, ոչ փաստաբանները, որևէ մեկը հանրությանը, այսպես ասենք, նպատակահարմար չի գտնում բացահայտել, թե սա ինչ է, թե հանրությունն էլ իրավունք ունի այդ դեպքում անել ողջամիտ ոչ եզրահանգումներ, բայց գոնե ողջամիտ ենթադրություններ։ Պարոն Խալաթյան, խոսենք մի շատ կարևոր փաստաթղթի մասին, Հայաստանում լինելու է թրիփ անունով ենթակառուցվածք, հայտարարեց վարչապետ Փաշինյանը, փաստաթղթի 4-րդ կետում արձանագրված է, որ թրիփ նախագիծը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների քննարկման օրակարգի հարց է։ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը պայմանավորվել են, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։ Այս հարցը կխնդրեմ մեկնաբանեք, որովհետեւ շատ շահարկումների տեղիք է տվել նաեւ ընդդիմության կողմից, որովհետեւ ասում են հիմա էլ Ամերիկան, այնտեղ չգիտեմ Իրանի անմիջապես հարևանությամբ մենք խնդիր ենք ունենալու, ես կխնդրեմ դուք մեկնաբանեք։ Ես նախ այս փաստաթուղթը որպես այդպեսին, հետո արդյոք համարում եք խնդրահարույց, թե չէ հարևանների համար։ Փաստաթուղթը ես բազմիցս նշել եմ, որ հռչակագիրը որպես այդպեսին ունի հիմնարար նշանակություն եւ նույնիսկ ավելի մեծ նշանակություն, քան բուն նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ հռչակագրում ամփոփված են այն հիմնական ելակետային դրույթ պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնում են նաեւ նախաստորագրված պայմանագրով, այսինքն կստանձնեն պայմանագրի ստորագրումից հետո, եւ ըստ էության դա արվում է դե ֆակտո ԱՄՆ-ի քաղաքական հովանու ներքո, թեպետ ԱՄՆ-ն այդտեղ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի նախագահ այդտեղ հանդես է գալիս որպես վկա, բայց քաղաքական իմաստով դա նշանակում է քաղաքական երաշխավորություն։ Եվ այդ համատեքստում թրիփի կնքման գործում, այդ հռչակագրի կնքման գործում ԱՄՆ-ի մասնակցությունը
ես համարձակվեմ ասել, բացառում է հետագա կոնֆլիկտի զարգացումը, ընդ որում բազմա կողմ առումով, այսինքն եւ ռազմական, եւ իրավական, եւ քաղաքական։ Այսինքն դա համարում ենք հենց խաղաղություն բերող ամենակարևոր։ Այո, եւ պատահական չէ, որ կողմերը հենց բացարձակ իմաստով խոսում են պատերազմի ավարտի մասին, հղում անելով թրիփին, ոչ թե նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Ես ավելին ասեմ, ԱՄՆ-ի դիրքավորումը այդտեղ լինելու է այնպիսին, որ իրեն այլևս կոպիտ ասած չի հետաքրքրելու կկնքվի թե չի կնքվի խաղաղության պայման, այսինքն կստորագրվի թե չի ստորագրվի այս պայմանագիրը, իր ուրեմն քաղաքական երաշխավորությամբ ստորագրված հայ-ադրբեջանական հռչակագիրը այլևս փակում է բոլոր հարցերը եւ լուծում է բոլոր խնդիրները։ Այսինքն ինչու Միացյալ Նահանգներն այլևս չի այդքան հուզելու, հետաքրքրելու կստորագրվի թե չի ստորագրվի այդ խաղաղության պայմանագիրը վերջնական, որովհետեւ TP հենց գործարկումը, այսպես ասած, ավելի կարևոր է, արդեն այդ խաղաղությունը հաստատում է։ Դե տեսեք, մենք ունենք նախ օրինակներ պատմությունից, թե ինչպես են փոխգործակցել պետությունները, որոնք օրինակ չեն ունեցել խաղաղության համաձայնագիր կնքված։ Մեկ օրինակ Ռուսաստանն ու Ճապոնիան է, որոնք որ երկրորդ աշխարհամարտից հետո տակավին խաղաղության համաձայնագիր չեն ստորագրել։ Այսինքն, եթե մի քիչ խտացնենք գույները, ստացվում է, որ իրենց համար երկրորդ աշխարհամարտը այդ մասով չի ավարտվել։ Բայց մինչև ռուս-ուկրաինական պատերազմը ըստ էության ռուս-ճապոնական հարաբերությունները գոնե առևտրային մակարդակում շատ նորմալ զարգացել են, ճապոնական կոնցեռները օրինակ մեքենաշինական ունեցել են իրենց գործարանները Ռուսաստանում, ավտոպրոմն է զարգացել, սահմանային առևտուրն է ընթացել, իհարկե իրենք ունեին Կուրիլյան կղզի եւ ունեն այդ կոնֆլիկտը, բայց սա կոչվում է քաղաքագիտության միջազգայնագիտության մեջ ասում են սառը հարաբերություններ տաք առևտուր, այսինքն առևտուրը, առևտրային փոխգործակցությունը փակում է այդ կամ առժամանակ ծածկում է, ստվերում է խնդիրները քաղաքական, որ կողմերի միջև կան։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն ընթացել է այդ ուղղությամբ, այսինքն կլինի խաղաղության պայմանագիր շատ լավ, չլինի ԱՄՆ-ն արդեն ֆիքսել է տեղում հայտնի ընդդիմադիր առաջնորդներից մեկը ժամանակի խոսում էր դրոշակների մասին։ Հիմա եթե մի քիչ այսպես բանով այդ բանը ալեգորիան անենք, ապա այստեղ ինքը իր դրոշը խփել է, իր շահերի դրոշը, բայց ոչի հաշիվ Հայաստանի տարածքային ամբողջականությամբ, որովհետև ԱՄՆ-ն կարողացել է համեմել իր շահը, տնտեսական շահը կողմերի եւ տվյալ դեպքում մասնավորապես Հայաստանի շահերի հետ եւ պատահական չէ, որ այդ ճանապարհի կառավարման գործընթացում ներգրաված է լինելու վճռական խոսքի իրավունքով Հայաստանը, հայ-ամերիկյան կոնսորցիումի 51% բաժնեմասը պատկանելու է Հայաստանին։ Այսինքն դուք համարում եք TRIP-ը պատմական քայլ։ Ես համարում եմ TRIP-ը պատմական քայլ, որը ըստ էության իրավաքաղաքական առումով փոխարինում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, թեպետ իդեալում ես կուզեի, որ իրավունքի բոլոր այսպես պրոցեդուրալ քայլերը ապահովվեին եւ հետ կանչվեր այդ ստորագրությունը այդ հայտարարությունից, բայց քաղաքական առումով այդ տապանակարը այդ փաստաթղթի վրա TRIP-ով դրվեց։ Բայց եւ միաժամանակ պետք է հատուկ ընդգծել, որ խաղաղության գործընթացի տորպեդահարման Ադրբեջանի փորձերը այսօր այլևս միջազգային հանրության տեսանկյունից ԱՄՆ-ի գլխավորությամբ այլևս ոչ մեկին չեն հուզելու եւ գուցե հենց դա է լինելու այն շարժառիթը, որը Ադրբեջանին արդեն ստիպի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որովհետեւ այն դիվիդենդները, այն շանտաժի գործիքակազմը, որը օգտագործում էր եւ այն դիվիդենդները, որ փորձում էր քաղել Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կնքումը ձգձգելով, այսօր արդեն փաստացի որևէ նշանակություն չունեն եւ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ այդ թվում ստորագրումից հետո նաեւ մեր հայազգի լրագրողի հարցինի պատասխան, որ ինքը երաշխավորում է Ադրբեջանի ժողովրդի անունից, որ լինելու է այսուհետ խաղաղություն։ Ինչը բնականաբար, եթե TRIP-ը պատմական փաստաթուղթ չլիներ, ուղղակի իմաստազուրկ կլիներ նախաստորագրումից հետո նման արդեն բառամթերքով խոսել։ Որտեղ նախաստորագրումը ըստ էության ընդամենը մտադրությունների հռչակագրի պես մի բան է, եւ եթե չլիներ TRIP-ի քաղաքական եւ իրավական գործոնը,
նման խոսույթ կողմերը չէին կիրառի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես շեշտում եմ հյուրը իրավագետ Արտաշես Խալաթյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։